Հայաստանի տարբեր անկյուններից մարդիկ այսօր եկել էին Սուրբ Էջմիածին աջակցելու հայ առաքելական եկեղեցուն ու մասնակցելու Էջմիածնի տոնին։ Ամեն տարի այս տոնին հայոց հոգևոր մայրաքաղաքը մարդաշատ է լինում, բայց այս տարին բացառիկ են համարում հոգևոր այրերը։ Բացառիկ, որովհետև Հայաստանի գործող իշխանությունը վարում է հակաեկեղեցական քաղաքականություն, թե ինչու չգիտեն հոգևորականները։ Վստահ են միայն, որ անկախ հետապնդած նպատակից իշխանությունը չի հաջողելու։ Գիտեք, որ Մայրաթորը Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ կանգնած է եղել ամուր եւ արդեն ինքը վկայություն է մեր հաղթական հոգու ամրության, քրիստոնեական հավատքի, մեր ամուր դավանանքի եւ կարծում եմ, որ այս փորձություններն էլ կանցնեն եւ այսօր մեզ համար շատ ավելի կարեւոր է Էջմիածնի խորհրդով զորացած շարունակենք մեր կյանքը կերտել, մեր հայրենիքը ավելի ամուր, հաստատուն պահել եւ նաեւ մեր հոգեվոր կյանքը ավելի անվտանգ դարձնել։ Մինչ մայր տաճարում Սուրբ Պատարագ էր մատուցվում, քաղաքացիները Զվարթնոցից քայլերթով եկան Էջմիածին, հաջակցություն ամենայն հայոց կաթողիկոսի։ Քայլերթին մասնակցում էին նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերն ու հասարակական գործիչները։ Ճակատագրական պահերին եկեղեցու դերը կարևորում է Արտակ Զաքարյանը։ Եկեղեցու դեմ ուղղված արշավը հասկանալի է, որովհետև այն ունի նաև դրսից եկող դրսևորումներ, բայց միևնույն ժամանակ հայ ժողովրդի համար շատ կարևոր ճակատագրական այս պահերին եկեղեցին շարունակում է իր ազգային օրակարգով առաջ շարժել։ Իշխանության կողմից արված նմանօրինակ հայտարարությունները չեն կարող սասանել հայի հավատը, ասում են հոգևոր հայրերն ու վստահեցնում, վայելում են հավատացյալ զավակների աջակցությունը։